Բարև ձեզ Սիվիկեյմի հետևորդներ, տեսակապի միջոցով զրուցելու եմ Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, դուք հետևում եք վերջին օրերի հայտարարություններին, մեր պատգամավորների նաև ազգային ժողովի նախագահի, ով խոսեց ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնելու մասին, եւ այս հայտարարությունները բավականին բուռն արձագանք ստացան Ռուսաստանում, հաճախ նաև ոչ պարկեշտ մեկնաբանություններով մեր իշխանության ներկայացուցիչների հասցեին, ինչ դիտարկումներ ունեք։ Մեր դիտարկումը հիմնականային է, որ սա մենք շուտ պետք է արած լինենք, եւ մենք բազմաթիվ օրինակներ ենք ունեցել, երբ որ Ռուսաստանից այդ ջղաձգված հայտարարությունները լսել ենք, սպառնալիքները լսել ենք եւ կարծես մեր իշխանությունները անտեսել են կամ փորձել են փոքր ավելի դիվանագիտական մոտեցում դրսևորել, բայց երևի արդեն այս վերջին իրադարձությունները ոսկորեն են հասցրել եւ ուղղակի գործողություններ են անցել։ Չնայած ասեմ անկեղծ, ես չգիտեմ ինչ համացարություն կստանա, իրականում մենք կունենանք ի վերջո կազատագրենք մեր մամուլը ռուսական ազդեցությունից, թե ոչ, որովհետև այդ ռուսական ազդեցության գործականները ոչ միայն Ռուսաստանում են գործում, այլ նաև Հայաստանի ներսում են ֆինանսավորում բազմաթիվ լրատվամիջոցների, բազմաթիվ դերակատարների, որոնց միջոցով կարողանում են իրենց քարոզչությունը, իրենց ագրեսիվ սպառնալիքները տարածել։ Այսինքն ձեր դիտարկմամբ միայն այս հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելով գլոբալ խնդիր չի լուծվի։ Խնդիրը մասամբ կլուծվի եւ սրա համար այլ որպեսզի մենք կարողանանք դիմագրավել, մենք տեսեք անդադ խոսում ենք այդ հիբրիդային սպառնալիքների մասին Ռուսաստանից եկող հատկապես խոսում ենք, որ 26 թվականի գալիք ընտրությունների ուրեմն նախաշեմին Ռուսաստանը ակտիվ է գործելու, հա, եւ մենք շատ ավելի վաղուց պետք է սարած լինենք, ասում եմ, գիտեք, ինձ մտահոգում այն, որ ընտրություններից առաջ ենք ուղղակի սարում, որովհետեւ հասկանում ենք, թե մեր ճնշումը Ռուսաստանից գալիս։ Բայց այն, որ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետք է պաշտպանված լինեն այդ բանի կեղծ նարատիվներից ռուսական, այդ գարշահոտ ստերից, որ մենք Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի իշխանությունների նկատմամբ լսում ենք, Աստորեն տարիներ շարունակ իշխանությունները անտեսում էին։ Հիմա ընտրություններից առաջ ոնց որ փորձել են ավելի ակտիվ դիրքորոշում։ Անտեսում են, որովհետև չէին պատկերացնում վտանգի չափը, թե ինչ դոզայով այդ ամեն ինչը հասցվում քաղաքացիներին, թերագնահատում են։ Ես չեմ կարծում, որ չէին պատկերացնում, շատ լավ էլ պատկերացնում էին, հա փորձում են ինչ-որ այդպես ֆրագմենտար լուծումներ գտնել, ինչ-որ հաղորդում էին եթերից անում են, դե կոնկրետ այդ հաղորդումը փակում էին, հա, բայց ազգային մուլտիպլեքսից այդպես էլ չեն հարացվել այդ ռուսական արարքները։ Էլի գիտեք ավելի ռազմավարական մոտեցում եմ ես ակնկալում, անկեղծ եթե մի փոքր ավելի կարճ ձևակերպեմ միտքս, ռազմավարական մոտեցում եմ ակնկալում, թե ոնց ենք մենք դիմակայելու այդ հիբրիդային սպառնալիքները Ռուսաստանի կողմից եկող։ Ինչպիսին է այդ մոտեցումը ձեր կարծիքով, կտրուկ քայլեր, թե ինչ-որ գործողությունների պլան աստիճանաբար գնալու, արդյոք ունենք ժամանակ նաև աստիճանաբար գնալու։ Տեսեք, ես ընդհանրապես կտրուկ քայլերի կողմնակից եմ։ Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ կտրուկ քայլերը շատ դեպքերում ավելի էֆեկտիվ են գործել, ենթադրենք, ես միշտ վերում եմ Ռումինիայի օրինակը, Մոլդովայի օրինակը, երբ որ շատ իշխանությունները կտրուկ գործողություններ են իրականացրել, փակել են օրինակ լրատվամիջոցները, որոնք ակնհայտ աշխատել են ռուսական ֆինանսավորմամբ, փակել են այդ բոլոր ռուսական ալիքները, փակել են այդ այսպես կոչված Դոմ Ռոսիի, Դոմ Մոսկվի, չգիտեմ, մշակութային ինչ-որ բաներ, օջախներ, որտեղ որոնք ըստ էության մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրությունների ժամանակ օգտագործել են ընտրակաշարժ բաժանելու համար, օգտագործվելու են, չգիտեմ, անհնազանդության ցույցեր կազմակերպելու համար, տարբեր ագրեսիվ գործողություններ, գործընթացներ կազմակերպելու համար, ոնց որ հիմա տեսնում ենք եկեղեցու օրինակով, օլիգարխների օրինակով, այս բոլոր մեխանիզմները պետք է զրկենք։ Հիմա մի կողմից ես ասում եմ, մյուս կողմից ես հասկանում եմ, որ եթե դիտարկում եմ սա քաղաքական իշխանության որդեգրած քաղաքականության տեսանկյունից, հա, որ մենք բալանսավորման եւ քաղաքականություն ենք վարում, այս կտրուկ գործողություններն անհնարին են դառնում։
Այսինքն, եթե դու ամեն անգամ փորձում ես Ռուսաստանին ապացուցել, որ մենք ընկերներ ենք, մենք գործընկերներ ենք, Հայաստանը գործընկերային հարաբերությունները չի մոռացել եւ այլն, այս պարագայում դու չես կարող այդ կտրուկ գործողություններն անել, որովհետեւ ցանկացած գործողություն Ռուսաստանի կողմից ագրեսիվ է։ Ցանկացած գործողություն։ Եվ բանը այլ շատ դժվար է լինելու, ընդհանրենք, անգամ դիվանագիտական ամենաուժեղ հնարքներն օգտագործելով, դժվար է լինելու ամեն անգամ հիմնավորել Ռուսաստանին, որ դու փորձում ես քեզ պաշտպանել իրենից։ Դա է պատճառը, որ նման կտրուկ գործելակերպը ընդհանրում է նաև կտրուկ որոշումների կայացում, որ կողմում եմ ես խաղում, աշխարհաքաղաքական ես բանի մեջ, որտեղ եմ ես ինձ պատկերացնում, այս որոշումները շատ կարևոր են, որպեսզի կարողանաս նաև ակտիվ եւ ավելի արդյունավետ ռազմավարություն ողջել նաև այս բաներին դիմագրավելու համար։ Ձեր դիտարկմամբ ինչու է Ռուսաստանը այսքան ցավոտ ընկալում նման հայտարարությունները, բազմաթիվ արձագանքներ եղան Ռուսաստանից, Սալավյովը նույնիսկ շատ վիրավորական արտահայտություններով դիմեց ազգային ժողովի նախագահին, ինչն է Ռուսաստանին անհանգստացնում այդչափ, եթե իսկապես իրանք այդպես անդադ ասում են ձեր ներքին գործերին չեն խառնվում եւ այլն, ինչու են այսպես անհանգստացած։ Ռուսաստանը հասկանում է, որ կորցնում է իրադրությունը առհասարակ Հարավային Կովկասում։ Իրականում կորցնում է, չնայած որոշ շրջանակներ շարունակում են աստվածացնել Ռուսաստանի իշխանություններին, բայց ակնհայտ է, եթե հիմա նայում ենք օբյեկտիվ իրականության մեջ, Ռուսաստանը շատ լուրջ կորուստ է ունեցել իր կշռի, քաղաքական կշռի, լուրջ կորուստ է։ Այսինքն մենք դա տեսնում ենք նաև Ադրբեջանի օրինակով, տեսնում ենք ոնց Ադրբեջանը նաև հայ-ռուսական ազդեցությունից փորձում օգտվել եւ Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր գործիքներն օգտագործում են ցույց տալու համար արևմուտքին, որ այ մենք ավելի պրո-արևմտյան ենք, քան Հայաստանը։ Եվ այս շատ կարևոր գործոն է։ Այս հարցում տեսեք, Ադրբեջանը դուրս է գալիս, փորձում է դուրս գալ ռուսական ազդեցությունից։ Հայաստանը քայլեր անում, որոնք ընդգծում են Հայաստանի սուվերենությունը, ինքնուրույնությունը, փորձում ենք ցույց տալ, որ մենք ունակ ենք ինքնուրույն որոշումներ կայացնելու, ինչը դուրս չի գալիս Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանը ամեն դեպքում դիտարկում Հարավային Կովկասը որպես իր ազդեցության գոտի։ Եվ սա իր համար սպառնալիք է, ուղղակի սպառնալիք է։ Չնայած որ չեն կարողանում ուղղակի գործողություններով որևէ ուժ չունեն, որովհետև իրոք կորցրել են իրենց ազդեցությունը, փորձում են վերադարձնել Հայաստանը կամ Ադրբեջանը իրենց ազդեցության գոտի։ Այդ զայրույթը, որ դու ունակ չես իրական գործողություններ իրականացնել եւ պահել քո ազդեցության շրջանակը, բերում է նրան, որ իրանք տենց շատ ավելի ագրեսիվանում են իրենց խոսույթում։ Իսկ ձեր կարծիքով Հայաստանն ու Ադրբեջանը նույն նժարի վրա են, այսինքն ունեն այն նույն հնարավորությունները պոկվելու առումով։ Տեսեք, օրինակ Սպուտնիկում այդ խոզարկությունները, որ տեղի ունեցան, KGB-ի գործակալ հռչակեցին նաև աշխատակիցներին, նրանք նույն բանը Հայաստանը կարող է իրեն թույլ տալ անել։ Ինչ է նշանակում կարող է։ Այս հարցը մի քիչ բան է ինձ համար, կարող է թե չի կարող, չգիտեմ։ Եթե Հայաստանը ուզում է սուվերեն պետություն ունենա, ուրեմն պարտավոր։ Այո։ Սա է պատճառը, որ մենք այն հեղափոխության 18 թվականի ամենայն հեղափոխության առաջին ամիսներին սկսեցինք խոսել լյուստրացիայի մասին։ Վերում էինք ուրեմն Բալթյան երկրների օրինակը, երբ որ պետությունները բացեցին այդ բոլոր արխիվները KGB-ի, փորձում էին հասկանալ ովքեր են եղել ռուսական ազդեցության KGB-ի հետ համագործակցողները, Սա մեխանիզմը, որով դու ազատում ես քո պետությունը այդ ռուսական ազդեցության գործակալներից։ Եթե դու դա չես արել, ես շատ ցավում եմ, որ մենք այդ չենք արել, հիմա գիտեք ստացվել եկել ենք մի փուլի, որ այդ լյուստրացիան ինքնաբերաբար ստացվում է, առանց արխիվները բացելու, ուղղակի ընդհանրենք ասում եմ դիմակները պատրվում են, տարբեր դերակատարների, չգիտեմ, գործարարների, նախկին օլիգարխների, ուրեմն անկամ եկեղեցական ուրեմն գործիչների, հանրային գործիչների, հասարակական գործիչների, փորձագետների ինքնաբերաբար ստացվում է, բայց ես էլի կկրկնվեմ, ես ավելի ինստիտուցիոնալ, ռազմավարական մոտեցումների կողմնակից եմ, երբ որ դա լինում է պետական, քաղաքական որոշմամբ եւ իշխանությունները հետեւականորեն ուրեմն այս ճանապարհով գնում են։ Հիմա էլի վերադառնալով ձեր հարցին, կարող է թե չի կարող, եթե չի կարող, ուրեմն պետք է կորչենք։ Այդ նշանակում է, եթե չենք կարող թույլ տալ մեզ
ձերբակալել FSB-ի գործակալներին Հայաստանում, նշանակում է մենք հաշտվում ենք այն մտքեր, որ այդ գործակալները մեր տունը քանդելու են։ Սա է տրամաբանությունը։ Եթե չենք կարողանալու ուրեմն պաշտպանել մեր հասարակությանը ռուսական քարոզությունից, նշանակում է պետք է հաշվի առնենք, որ X պահին մեր քաղաքացիները գործելու են ռուսական թելադրանքով։ Եթե սրան պատրաստ ենք, ուրեմն պետքա բան անենք, այդ ուղղությամբ գնանք։ Եթե սրան պատրաստ չենք, նշանակում է պետքա պրևենտիվ եւ ավելի հստակ մեխանիզմներ որդեգրենք եւ այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանք տանենք։ Պարոն Խաչատյան, համարում եք, որ նույն ահաբեկչության այդ փորձի հետևում նորից ռուսական հետք կար, քանի որ այստեղ եկեղեցականներ են ներգրաված, ինչ դիտարկումներ ունեք, արդյոք այս փորձերի իշխանազավթման նորից արտաքին միջամտությամբ էր փորձը արվելու իրականացնել։ Ես դրա մասին արդեն բազմիցս խոսել եմ տարբերացածներում, հապսաբուստիում, այո, ես համարում եմ, որ այն գործընթացները, որ տեղի ունեն իրականացվում են ռուսական թելադրանքով, ես չեմ կարող ասել, ես կդժվար եմ ասել, թե որքան մեծ է ռուսական թելադրանք, այսինքն ես չեմ կարծում, որ Ռուսաստանից ասում են, ես քանի տարեք հակամ ենք արել, սա մասին չի խոսքը, բայց այն, որ այդ դերակատարները, որոնք փորձում են այս գործընթացները նախաձեռնել Հայաստանում, նրանք դա անում են իշա Ռուսաստանում։ Սենց ձևակերպում են, այսինքն բոլորս էլ հասկանում են, որ այդ օլիգարխները, նույն Սամվել Կարապետյանը բավականին ազդեցիկ դերակատարում ունեցել եւ լուրջ կապեր ունեցել ռուսական քաղաքական էլիտայի հետ եւ ակնհայտ է, որ նա դա անում է ելնելով այն շահից, որը ինքը պատկերացնում է որպես ռուսական շահ։ Եվ անգամ այս վերջին հայտարարություններում խոսքը գնում է ոչ թե Հայաստանի անկախության մասին, այլ էլի ասում է, որ մենք չենք կարող կտրվել Ռուսաստանից։ Մարդը կալանավարից հայտարարություն անում ու խոսում է Ռուսաստանի մասին, ոչ թե խոսում է, չգիտեմ, իր հայրենակիցների իրավունքի մասին կամ ենթադրենք այն նույն անվտանգային խնդիրների մասին, որով ուրեմն պայմանավորված այս գործընթացները սկսվում է, բայց էլի խոսում է Ռուսաստանի մասին։ Ակնհայտ է, չէ, որ դա արվում է Ռուսաստանի հետ համաձայնեցված, ես չգիտեմ, էլի կրկնվեմ, չեմ կարող ասել, թե որ մասն է թելադրված Ռուսաստանից եւ որ մասն է սեփական նախաձեռնություն, բայց միանշանակ է, որ սա արվում է սինխ։ Այսինքն նստածում է այնքան մեծ է Ռուսաստանի ցանկությունը Հայաստանում իշխանություն փոխելու, որ սկզբում խաղադրույք է արվում ներ նախկին նախագահների տեղի խորհրդանական ընդդիմության վրա չի ստացվում։ Հաջորդը գործարար է ուղարկում այստեղ, Մայրաթորի միջոցով է փորձում անել, այսինքն բոլոր տարբեր գործիքները օգտագործել, միայն թե Հայաստանում հաստատվի իրեն հլուհն ազանդ իշխանություն։ Մի փոքր ձեր ձևակերպումը փոխեմ, sense ձևակերպ ոչ թե շահագրգռված իշխանություն փոխելուն, այլ ունենալու իրեն հարմար իշխանություն։ Այսինքն էական չի թե փոխվի իշխանությունը թե չէ, եթե այս իշխանությունն էլ գտնվի լոյալ ռուսական շահին, ես կարծում եմ նրանք կհաշտվեն այդ գաղափարին։ Այսինքն առաջնային նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ ունենալ ռուսական ազդեցությամբ կամ ռուսական շահին չհակասող իշխանություններ Հայաստանում։ Մեծ հաշվով այսօրվա իշխանությունը որքան էլ ձեր նշած կտրուկ գործողությունները չի անում, հարմար չէ Ռուսաստանին։ Դե գիտեք, դա էլ մասամբ։ Ես շատ անկեղծ եմ ուզում լինել, էլի, ընդհանրեն, եթե մենք չենք դուրս գալիս ԵԱՏՄ-ից, այո։ Եթե մենք ուրեմն նպաստում ենք նրան, որ կրկնակի էքսպորտատորի ունենում Ռուսաստան եւ այն բոլոր սանկցիոն ապրանքները, որի բանը վերաբերյալ ամբողջ աշխարհում կա կոնսենսուս, որ Ռուսաստանը չպետք է ստանա կամ Ռուսաստանը չպետք է արտահանի կամ բանանի, եթե Հայաստանը նպաստում է, որ Ռուսաստանը զարթոնքի ճանապարհներով այդ ապրանքները ստանում է կամ այդ ապրանքները արտահանում է, այդ պարագայում Ռուսաստանին շատ նորմալ է, այդ իշխանությունները կան։ Հասկանում եք, այսինքն այստեղ շատ կարևոր է, թե ինչ գործողություններ են ինքնացնում, որոնք են այն գործողությունները, որոնք իրականում ցույց չեն, որ Հայաստանը դուրս է ուզում գալ ռուսական ազդեցության մոտից։ Եթե մենք համաձայնագիր ենք երկարաժամկետ կնքում անվտանգության վերաբերյալ կոնսուլտացիաների, եթե մենք ԵԱՏՄ-ում ենթադրենք երկարաժամկետ պլաններ ունենք, փորձում ենք հասկանալ, թե Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանը ինչ ներդրում կարող ունենա կամ Հայաստանի ինչքան է նպաստում, այդ դեպքում ինչով ենք մենք հակասում ռուսական շահին։
Որոշ բաներ կա, ընդհանրենք որոշ գործողություններ, որոնք մենք անվանում ենք բալանսավորման եւ բալանսավորող քաղաքականություն, որ մենք ունենք համագործակցություն ընդհանրենք Ֆրանսիայի հետ, Եվրոպական միության հետ, Միացյալ Նահանգների հետ, որը Ռուսաստանին դուրս չի գալիս, բայց սա երբեք չի արվում եւ մեր իշխանությունները սա հայտարարում երբեք չի արվում ուրեմն ի վնաս այլ պետության։ Այսինքն սա է որ նյարդայնացնում է Ռուսաստանին դեռ կարծիքով։ Հա, որովհետեւ ընդհանրենք գիտեք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, ասաց, հա մենք դեմ չենք օրինակ որ դուք զենք զինամթերք սպառազինություն ձեռք բերեք այլ պետությունից, բայց եթե Ֆրանսիայից եք ձեռք բերում, նշանակում է դուք ձեռք եք բերում սպառազինություն մեր թշնամի պետությունից։ Ահա։ Հա, այսինքն Ռուսաստանի դեմ չէր լինի, եթե մենք օրինակ սպառազինություն ձեռք բերենք Չինաստանից կամ Պակիստանից։ Հասկանում եք ինչն է հարցը։ Այսինքն էլի ի վերջո գալիս է նրան, որ մենք ըստ Ռուսաստանի ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չպետք է ունենք։ Հիմա եթե մենք հաշտվում ենք այս գաղափարի հետ, այդ դեպքում Ռուսաստանը շատ հաշտավերաշ այդ գաղափարի հետ կապ։ Եթե չենք հաշտվում եւ փորձում ենք շարունակել ձեռք բերել, այդ դեպքում այդ հակասությունը միշտ լինելու է։ Եվ Ռուսաստանը մեզ միշտ հիշեցնելու է, որ անհամատեղելի են ԵԱՏՄ-ը եւ Եվրոպական միությունը։ Մեզ միշտ հիշեցնելու է, որ անվտանգության հարցում ուրեմն ավելի լավ բարեկամ, ավելի լավ գործընկեր քան Ռուսաստանը Հայաստանը երբեք չի լինելու։ Մեզ միշտ հիշեցնելու է, որ չգիտեմ, մեզ անդադար զգուշացնելու են, որ օրինակ Եվրամիության դիտորդները զբաղվում են գործակալական գործունեությամբ։ Հա մեզ դա միշտ հիշեցնելու են եւ անընդհատ այդ ճնշումները բերել են նրան, որ մենք պետք է որոշենք կամ այս կողմն ենք մնում, կամ այն մյուս կողմը։ Բայց սա իմ ընկալումն է, այս կապով ես հասկանում եմ, որ իշխանությունների մոտ այլ ընկալում կա եւ նրանք փորձում են այդ նուրբ բալանսը գտնել, ինքնոպեր չինական փիլիսոփայությունը ինձ հիշեցնում, բայց միգուցե այդ բալանսը կա, ես չգիտեմ այդ բալանսից։ Կայա Կալասի այցի հետ կապված ինչ դիտարկումներ ունեք, դեպ շատ ուշագրավ էր այդ մասին նաև խոսեցին, որ Արադ Միրզոյանը Լավրովին բավականին կոշտ արձագանք տվեց հենց նրա հետ համատեղ ասուլիսի ընթացքում, սա ինչ է նշանակում։ Ինչ շատ դուր եկավ իրականում Միրզոյանի հետ ելույթ եմ ասում, շատ դուր եկավ այն ձևակերպումները, որը իջեցրեց, որ շատ լավ Ռուսաստանը ուրեմն նշում է, որ դա նա լավ կլինի իրանք այդ մեր ներքին հարցերում չխառնվեն։ Շատ կարծիքով դիպուկ եւ տեղին ասված ուրեմն հայտարարություն էր։ Կալասի այցելության վերաբերյալ ասեմ, որ կարևորագույն այցելություն էր եւ շատ ուրախ եմ, որ Տիկին Կալասը բավականին երկար ժամանակ գտնվեց Հայաստանում, փորձեց ճանաչել Հայաստանը, փորձեց 4 օր գտնվեց Հայաստանում, ըստ էության իր ոչ աշխատանքային օրեր անցկացրեց Հայաստանում, ստանցած մշակույթի հետ, այցելեց երեքնաձորում այդ եվրոպական դիտորդների պոստերը, գրասենյակը Կարևոր էր այն տեսանկյունից, որ մենք հասկացանք, որ Եվրոպական միությունը իրոք շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Չնայած հնչեցին երկկողմանի այդ հայտարարությունները, որ Հայաստանը երբևիցե այդքան մոտիկ չի եղել Եվրոպական միությանը, քան այսօր, բայց սա ինձ համար բավարար չէ, որովհետև ես իրականում ակնկալում եմ, որ Հայաստանը շատ ավելի ներծանալու է Եվրոպական միության հետ, եւ սրա մասին խոսող մենք օրենք ենք ընդունել ընդհանրապես 4 ամիս առաջ, իսկ սա նշանակում է, որ մենք պետական մասշտաբով, հա, մակարդակով, օրենսդրության մակարդակով նշել ենք, որ մենք այդ ուղղությամբ ենք շարժվում որպես պետություն։ Եվ ցավոք սրտի այս ուղղությամբ ես գործողություններ չեմ տեսնում ճանապարհային քարտեր, չեմ տեսնում հստակ գործողությունների պլան, թե ոնց ենք այդ ուղղությամբ շարժվել։ Դրա մասին նաև գիտեք Տիկին բարձր ներկայացուցիչը խոսեց, որ հա մենք ուրեմն պատրաստ ենք եւ աջակցում ենք Հայաստանին այդ բոլոր հարցերի շուրջ քիչ առաջ մենք խոսում ենք նաև Ռուսաստանից եկող այդ սպառնալիքների հարցի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում պատրաստ են խորհրդակցություններ սկսել Հայաստանի հետ, ինչը անչափ կարևոր է։ Այո։ Եվ տնտեսական դիվերսիֆիկացիայի հարցում են աջակցություն հայտնում եւ այդ ուրեմն աջակցությունը բիզնեսի զարգացմանը շատ կարևոր է։ Եվ կարծում եմ ուրեմն շատ մոտ ապագայում մենք ունենանք ավելի լուրջ աջակցություն այդ Հայաստանի Եվրոպական միության նոր համաձայնագրի շրջանակներում, արդեն այլ ոլորտներ ներգրաված կլինեն, ինչը շատ ավելի
գիտեք, նպաստավոր պայմաններ ստեղծում Հայաստանի համար, որպեսզի ինքնուրույն կարողանան գործել։ Հիմա այլ հարց է, թե մենք կարողանանք կամ ցանկություն ունենանք այդ ուղղությամբ շարժվելու եւ իրականում այս նախանշված գործողությունները իրականացնենք, պատշաճ ձևով, թե լիսեպայի նման 40%-ով իրականացնենք, ասենք, չի ստացվում, որովհետեւ գիտեք, բազմաթիվ խնդիրներ բարձրացնում են կադրային սովը, ռեսուրսների բացակայություն, ինստիտուտների թերզարգացվածությունը եւ այլն, բայց Եվրոպական միությունը եւ այդ նաեւ Կալասի դրամասին խոսես, պատրաստ է նաեւ աջակցություն այդ ուրեմն իրականացնել, ցուցաբերել հենց այդ կարողությունների զարգացման հարցում։ Բայց այլ նշանակում է, որ մենք պետք է կարողանանք հոդաբաշխ ձևով ներկայացնել, թե ինչ կարողությունների զարգացման բանի խնդիր են դնում, որ կարողությունները պետք է զարգացնել։ Տարերն ենք սովորացնելու, այգուբերն ենք սովորացնելու, ֆիզիկա ենք սովորացնելու, թե կառավարում ենք սովորեցնելու, ինչն է, ինչ որ ոլորտներն են, որ իրականում այդ զարգացնելու կարիքն ունեն։ Ոնց ենք պատկերացնում օրինակ մեր բիզնեսի դիվերսիֆիկացիան, ինչ ծրագրեր են պետք իրականացնել, որպեսզի այս տեղական արտադրողը շահագրգռված չլինի միայն կաշառքով ընդհանրենք ռուսական շուկային անորակապրան մատակարել, այլ փորձի ուրեմն արտադրությունը կազմակերպել այնպես, որպեսզի որակյալ ապրանք արտադրենք եւ արտահանենք, չգիտեմ, եվրոպական միության երկրներ։ Շատ հարցեր կան, շատ նաեւ վիզայի լիբերալիզացիայի հարցեր, այդ վիզայի ազատականացման շատ հստակ Կին Կալասը նշեց, որ դա ամեն ինչ կախված է ձեզնից։ Մենք մեր անելիքը այս պահին արել ենք, մնացածը կախված կլինի, թե դուք ինչքանով այդ ուղղությամբ կշարժվեք, որովհետեւ վիզայի ազատականացումը ենթադրում է հստակ ստանդարտներ։ Այսինքն առողջապահության ոլորտում, այդ սահմանների ապահովման, այդ բոլորը պետք է մենք որպես պետություն կարողանանք կազմակերպել, որպեսզի կարողանանք բանանել գալ ասել, որ մենք այս բոլորն արել ենք, այս բոլոր տեխնիկական պայմաններին համապատասխանում ենք եւ այն խնդրում ենք այդ 27 երկրներ դիտարկեք, թե արդյոք նորմալ է համարում, երբ որ Հայաստանի քաղաքացին առանց Շենգենյան վիզայի գալիս է ինքի ժամանակով գտնում է Եվրոպական միության տարածքում։ Որովհետեւ անհանգստությունը հասկանալի է, մարդիկ ասում են, այդ կեղծ փաստը թղթերով գալիս են Շենգենյան երկրներում, տարիներով մնում են։ Կամ գալիս են, չգիտեմ, առողջական ուրիշ խնդիրներով, քանի որ ձեր պետությունը չի ապահովում իրենց այդ առողջական բուժման պայմանները, գալիս են մեր երկրում մեր բյուջեի հաշվին ուրեմն բուժում են ստանում։ Այդ բոլոր խնդիրները իրականում խնդիրներ են։ Եթե մարդկային տեսանկյունից մենք նայում ենք, հասկանում ենք, թե ինչ խնդիրներ կա, կամ այդ կերակտի վիզաները, որ, չգիտեմ, տուրիստական շրջանում մարդիկ ձևերով ստանում են։ Ցանկացած եվրոպական երկիր փորձում է իրեն պաշտպանել նման մոտեցումից։ Ոչ մի եվրոպական երկիր չի ուզում, որ ընդհանրեն կերտ վիզայով ինչ որ մեկը մտնի իր տարածք։ Կամ ոչ մի եվրոպական երկիր շահագրգռված չլինի, որ ընդհանրեն ռուս գործակալը FSB-ի հայկական բանանի անձնագիր հանի արավ եւ գնա թափանցի եվրոպական տարածք։ Իհարկե փորձում են պաշտպանել։ Ու այդ ասում եմ, սա լրիվ կախված է նրանից, թե մենք ոնց ենք իրականացնելու այդ մեր առջև դրված առաջադրանքները։ Հետո բան չանենք, էլի լավ չլինենք, թե եվրոպացիները չէին ուզում մեզ վիզա տան, մեզ խաբեցին եւ այլն, եթե անգամ չտան, սա լինելու է ոչ թե այն պատճառով, որ իրանք չէին ուզում տալ, այլ այն պատճառով, որ մենք այդ ռեֆորմների գործընթացը տապալում ենք։ Ես ուզում եմ հարցնել նաև ձեր կարծիքով մեր իշխանությունները ունեն հասարակության աջակցություն այս հարցում Եվրոպայի համագործակցության ու արդյոք վերջին իրադարձությունները հասարակության համար յուրօրինակ լյուստրացիայի նման մի բան եղան, երբ օրինակ մենք այդ հեղաշրջման պլանն ենք նայում ռուս օլիգարխների մասին է խոսում, Ռուսաստանաբնակ հայ օլիգարխների, տեսնում ենք Լավրովի հայտարարությունը անընդունելի են եկեղեցու դեմ հարձակումները, այն դեպքում երբ չկա կոնկրետ եկեղեցու դեմ հարձակում եւ մյուս նժարին է Կալասի հայտարարությունները, Մակրոնի նաև աջակցության հայտարարությունը, սա օգնում է ձեր կարծիքով մեր հասարակությանը կողմնորոշվել։ Մենք ուր ենք գնում։ Այո, Էմանուել Մակրոնի եւ Կայա Կալասի հայտարարությունները աջակցություն Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությանը կարևորագույն հայտարարություններ են եւ ես կարծում եմ արևմտյան մեր գործընկերների մոտ սա անցալվում է որպես ժողովրդավարության հայաստանյան ժողովրդավարության վերացման փորձ Ռուսաստանի եւ նրա ուրեմն տարբեր ուրեմն ագենտների կողմից։ Այսպես այնպես գիտեմ եւ պատրաստ են ցանկացած աջակցություն ցուցաբերել Հայաստանին, որպեսզի մենք այդ մեր ժողովրդավարությունը պահպանենք։
կարևորում են, իրականում կարևորում են, իրանք բոլորն էլ հասկանում են, որ այս տարածաշրջանում միակ ժողովրդավարության ուրեմն ժողովրդավարություն ունեցող պետությունը, չնայած ես բավականին քննադատորեն եմ մոտենում այս մոդելին ժողովրդավարության, բայց միգուցե ես մի քիչ ավելի մեծ սանդրակ ունեմ ժողովրդավարության։ Բայց ամեն դեպքում օբյեկտիվորեն բոլորս էլ հասկանում են, որ թե Վրաստանը, թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանը, այդ մեր թե Իրանը, ժողովրդավար պետություն հիմա Հայաստանն է։ Եվ այս ժողովրդավարության պաշտպանությունը արևմտյան մեր գործընկերների համար կարևորագույն խնդիր է։ Եվ դիտարկում են որպես իրենց առաքելություն։ Սա մի հարց։ Երկրորդ հարցը, թե որքանով ինչ աջակցություն ունի ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, ես կարծում եմ նույն IRA-ի Միացյալ Նահանգների Հանրապետական ինստիտուտի հետազոտությունները նույն Ռուսաստանի դերի մասին, նույն Արևմուտքի եւ Եվրամիության հետ համագործակցության մասին միակ օբյեկտիվ տվյալը, որը ինձ համար հիմք է, որպեսզի ես կարողանամ այս հարցի շուտ դատողություններ անել, դա է։ Այսինքն ես հասկանում եմ, որ մոտավորապես 59% մեր հասարակության պատրաստ է հենց վաղը գնալ եւ բանանել մտնել եվրոպական միություն։ Կամ եթե չեմ սխալվում, թվերի մեջ կարող եմ փոքր սխալվել, 60%-ը դիտարկում է Ռուսաստանը որպես թշնամի երկիր։ Հիմա սա է մոտավորապես պատկերը, հա, եւ նաեւ գիտեք մեկ այլ ցուցիչ կա, որը տեսնում եմ, որ հանրային այնպես մեծ ընդվզում այս գործընթացների նաեւ իշխանությունների գործողությունների ընդդեմ որոշ եկեղեցականներ, ովքեր որ գործում են հապաճպատում կատարել, չկա։ Փողոցները դատարկ են կարծես։ Հա, փողոցները դատարկ են, այսինքն սա էլ կարևոր ցուցիչ է։ Հիմա սա չի նշանակում, որ կա հանրային կոնսենսուս իշխանության գործելակերպի վերաբերյալ։ Ես ինքս անձամբ օրինակ գտնում եմ, որ որոշ գործողություններ հակասում են ժողովրդավարական պետության մոտեցմանը։ Անկեղծ կամ մարդու իրավունքների բազային սկզբունքների հետ կապված մոտեցմանը։ Բայց հարցը դիտարկում եմ երկու ոնց որ բանի մյուսի ներքո, մեկը քաղաքականն է, որը ես հասկանում եմ, որ կարևորագույն Հայաստանի ինքնությունությունը պաշտպանելու եւ նույն ժողովրդավարությունը պաշտպանելու ուրեմն խնդիրն է։ Մյուսը իրավական խնդիրն է։ Հիմա չի կարող մի կողմից շատ կարևոր է հենց համար Հայաստանի ժողովրդավարությունը պահպանելու հարցը, բայց մյուս կողմից դու չես կարող պահպանել ժողովրդավարությունը ոչ ժողովրդավարական միջոցով։ Այո։ Հասկանում։ Այստեղ հակասություն կարող առնչանալ։ Դրա համար կդժվարանամ ասել, թե որքանով հասարակությունը աջակցում իշխանության գործողություններին։ Դժվար հարց է, դա ցույց կտան ընտրությունները։ Բայց նաև չեմ կարող ասել, որ հանրային լայն աջակցություն կա, ուրեմն իշխանափոխության կամ տերորիզմի ճանապարհ իշխանափոխության հարցը։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում է իրավապաշտպան Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ղեկավար Էդգար Խաչատրյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։